Այս անվերջանալի թվացող եւ ամերիկյան մայրաքաղաքի համար ոչ բնորոշ հերթերը տարին մեկ են լինում Վաշինգտոնում, երբ դեսպանատները «Պասպորտ DC» ծրագրով դռներն են բացում այցելուների առաջ իրենց մշակույթն ու խոհանոցը ներկայացնելով ամերիկացիներին ու հյուրերին։ Գլենդեյլից ժամանել է հայկական Գևորգյան պարային խումբը։ Ամերիկացիների համար Վաշինգտոնի կենտրոնում յախուշ տան կամ մանսուրյանական եղանակների ներքո աղջիկների նազանի պարը շատ անսպասելի եւ ցնցող տեսարան էր։ Ինչն էր հետաքրքիր, որ օտարների կողմից շատ լավ էր ընկալվում մեր ազգայինը եւ որը ոգևորություն էր հաղորդում մեզ բարող բարվիներին։ Մենք ինքներս ոգևորված ենք, որ կարողանում ենք մեր աշխատանքով ինչ-որ միտեղ լրացնենք մեր ազգայինը դրսում հանդիսատեսի առջև։ Հյուրերին դիմավորում էր Հայաստանի դեսպանն ու պատմում մեր երկրի մասին։ Բարի գալուստ Հայաստանի դեսպանատուն։ Հայաստանը Արևելյան Եվրոպայում Հարավային Կովկասի տարածաշրջանում է գտնվում։ Մենք քրիստոնյա ենք եւ հպարտ ենք դրանով։ Այստեղ կտեսնեք մեծ թվով գործեր եւ նմուշներ, որոնք առնչվում են մեր կրոնին։ Հայաստանը նաեւ ժողովրդավարական երկիր է եւ հպարտ ենք դրա համար։ Դեսպանատանը կազմակերպած ցուցադրության իրենց աշխատանքներն էին ներկայացրել նաև հայ ազգի հեղինակները։ Հայկական այս խաչը, որ պատրաստել եմ, նմանեցրել եմ կենաց ծառի։ Կենտրոնում հավերժության խորհրդանիշն է։ Խաչն ասես տերևներ ունենա, որ հայկական հարուստ մշակույթի խորհրդանիշն է։ Աշխարհահռչակ դիզայներ, քանդակագործ նկարիչ Մայքլ Արամը վերջին տարիներին նաև մեր պատվո հյուպատոսն է Ֆլորիդայում։ Ցուցադրում է ու պատմում, թե ինչպես է հայկական թեման կապում ամանորյա տոնածառի խաղալիքների կամ դեկորատիվ զարդերի հետ։ Երևանից նկարչուհի Կարինե Դուլյանը երևանյան տեսարանների կտավներով Բորիս Ղազարյանի Իտաբերկո ամերիկահայ ընկերությունը հայկական խորոված ու քաղցրավենիքով է ներկայացել։ Որոշ ժամանակ առաջ Չիկագոյում գորգի բիզնեսով զբաղվող Օսկար Թաթոսյանի հետ էին կապվել ամերիկացի գորգավաճառներն ասելով, որ նախորդ դարաշրջանի հայկական գորգ ունեն։ Օսկարը գնել էր գորգը, որը պարզվեց կարևոր պատմություն ունի։ Ինձ ասացին որփանոցում պատրաստած գորգ է, որպես հայեր մենք հասկանում ենք, թե ինչ հատուկ իմաստ ունի որփանոցի գորգ արտահայտությունը։ Մոտ 100 տարի առաջ ցեղասպանությունից փրկված հայ երեխաներն ամերիկյան որփանոցներում գորգեր էին պատրաստում։ Այս մեկն, ինչպես տեսնում եք, պրոֆեսոր Սիմփսոնը եւ իր կնոջ համար էին գործել։ Մի օր այս գորգը տեղ կգտնի թանգարանում։ Դեսպանատներից շատերը ներս մտնել չեն թողնում, իսկ այստեղ ամեն ինչ բաց է։ Գորգերն այնքան գեղեցիկ են, որ չեմ կարողանում դրանց վրայով քայլել։ Եկա, քանի որ Հայաստանում չեմ եղել, եւ սա ինձ համար հայկական տարածք այցելելու առիթ էր։ Հայկարամ Նահապետյան, լուրեր, Վաշինգտոն։